հանցագործությունները, այդ թվում սպանությունները, ընտանեկան բռնությունները եւ այլն հիմնականում վերաբերել են կենցաղային միջանձնային հարաբերություններին ու դրսևորվել հանկարծակի ծագած դիտավորությամբ, այսինքն Հայաստանի Հանրապետությունում դրանք հիմնականում աչքի չեն ընկնում նախապես կազմակերպվածությամբ ու պլանավորման հատկանիշներով։ Այնուհանդերձ, հանցավորության ու դրա դեմ պայքարի գործընթացում խրախուսելի պետք է համարել ներքին գործերի նախարարության կողմից որդեգրած քաղաքականությունը առավել խորացված կանխատեսումներ իրականացնելու եւ առաջնային պայքար մղելու հատկապես հանցավոր կազմակերպությունների եւ խմբերի բացահայտման ուղղությամբ։ Հիմա այստեղ հարց կառաջանա, փառաքար ենք տեսել, դա կազմակերպված էր թե չէ, դա վրեժի ըստ էության դրդապատճառները ակնհայտ են, բայց կանխարգելման հետ կապված կարծում եմ, որ այստեղ համակարգը անելիք ունի, այդպես ընդունված բառ կա ռուսերեն պրոֆիլակտիկ միջոցառումները խիստ անհրաժեշտ են հասկանալու եւ օպերատիվ քարտեզը ամբողջացնելու համար, հատկապես ներկա պայմաններում թվայնացնելու եւ դրանց ուղղությամբ ծավալուն աշխատանք տանելու, հատկապես երբ որ ռեֆորմներ են կարել եւ ռեֆորմների վերջին փուլը ըստ էության գվարդիայի ծառայության ստեղծման բանը նոյեմբերի 1-ին սկսեց գործառության մեջ մտնել եւ մնացած բոլոր կառույցները իրենց ինֆորմացիոն համակարգը մեկը մյուսին փոխանցելով լրացնելով պետք է այս խնդիրը լուծենք։ Բայց քանի որ կառավարությանը ես մշտապես արդեն 3-րդ տարին է, կարծում եմ 3 տարվից ավել է, որ ազգային ժողովը ընդունեց օրենք ներքին գործերի նախարարությանը գաղտնալսման հնարավորությամբ օժտելու համար, դա իրականություն դեռ չի դարել ֆինանսների բացակայության պատճառով։ Այս տարի մենք չենք տեսնում, որ ֆինանսները առկա են այս խնդրի լուծման համար, բայց օպերատիվ համակարգի արդիականացման եւ ուժեղացման տեսանկյունից որպես գործիք Տիկին նախարար, սա խիստ անհրաժեշտ է եւ մենք ազգային ժողով, երբ որ այդ օրենքի հետ կապված առաջադրումը անում ենք, այն ժամանակվա ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի անդամներից կարծեմ Արմեն Խաչատրյան ներկա, պարոն Խաչատրյան, եւ դա ով որ առնչություն ունեցել է օպերատիվ տնտեսության հետ, շատ լավ կհասկանա, որ սա նաեւ հնարավորություն կտար ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության այսպես մրցակցության, առողջ մրցակցության հիմքեր դնելու, որը հնարավորություն կտար նաև հանցավորությունների դեմ պատկերացումները կանխավ տեսնելու եւ դա կանխարգելելու տեսանկյունից։ Առանձնակի ողջունելի կարելի է համարել ներքին գործերի նախարարության համակարգում անցած ժամանակահատվածում իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումները։ Բարեփոխումների ամբողջ փաթեթը մենք շարունակաբար ներքին գործերի նախարարություն սկսելուց հանդերձ անցել ենք միասին, որտեղ ազգային ժողովը ընդունել է համապատասխան օրենքներ եւ հենասյունային վերջին բլոկը գվարդիայի հետ կապված մենք նոյեմբերի 1-ով արդեն հայտարարեցինք եւ հիմա արդյունքները պետքա տեսնենք առաջիկայում եւ պետքա նաեւ հանձնաժողովում վերլուծենք եւ հասկանանք դրանց արդյունքները ինչքանով շոշափելի դարձան, որովհետեւ այնտեղ կան բազմաթիվ խնդիրներ պաշտպանական բնույթի, քանի որ այդ հարցերը նաեւ աշխատանքային քննարկումների նաև մեր դիմադիր գործընկերները տեսել են եւ բարձրացրել են, բայց այնտեղ կա մի նուրբ դրույթ, որ հետ պատերազմական իրավիճակներում գվարդիան կարա կանխարգելիչ որոշ գործողություններում ներգրաված լինել, դրանից ավել պարզապես խոսելը կհամարեմ անիմաստ։ Շատ կարևոր է ներքին գործերի համակարգում արդեն իրականություն դարձած օպերատիվ կառավարման կենտրոնը։ Սա հնարավորություն է տալիս ոչ միայն զանգեր ընդունել, այլ որոշումներ կայացնել, օպերատիվությունը բարձրացնել, եւ քանի որ այստեղ ներառված են ներքին գործերի նախարարության բոլոր հիմնական կառույցները, դա շատ կառույցեր, որ այսօր մենք ունենք, դա կարծեմ մի կես տարի առաջ արդեն բացվեց եւ դա արդեն իրականություն է եւ եթե մեր պատգամները ցանկություն ունենան, կարծում եմ ներքին գործերի նախարարությունը հնարավորություն կտա մոտիկից ծանոթանալ համակարգի հնարավորություններին, որը համարում եմ մեր բարեփոխումների հիմնական հաջողություններից մեկը։ Փրկարար ծառայություն։ 25 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած թվային վարորդական բարեփոխումների իրավունքի օրենքով ընդունված վկայականությունն ու տրանսպորտային միջոցների արքուվաճակի առցանց on-line հարթակով կազմակերպումը համարում եմ մեր կողմից ընդունված եւ որպես քայլ հեշտացնելով մարդկանց կյանքը, որոնք անդադարձերի մեջ
միշտ դժգոհություններ էր, այսօր հերթերը կարծում եմ արդեն պետքա բացակայեն, որովհետև on-line հարթակում դա հնարավոր է, նաև on-line հարթակում հնարավորություն ստեղծվեց նաև քննությունների, վարորդական քննությունների օրերը տեղաշարժել, փոխել, իհարկե դա ունի որոշակի շատ թեթև վարձավճարի ավելացման միջավայր, որը շատ արդարացված է։ Կրթական հաստատությունները ներքին գործերի համակարգի, քանի որ բարեփոխումների առաջին փուլում արտակարգ իրավիճակների կրթահամալիրը եւ ոստիկանական կրթահամալիրը միացվեցին եւ այնտեղ արդեն միասնական մեծ ծրագրով եւ նաեւ գիտական, թիրախային, խիստ մասնագիտական կրթական ծրագրերը տեղափոխվեց արդեն ամբողջական ներքին գործերի նախարարության արդեն միջավայր եւ դա իր հաջողությունները իրենց սպասացնել չեն տա։ Ազգային անվտանգության ծառայության մասով կարող եմ ասել, որ փակ քննարկման ժամանակ ծառայության տնօրենը ներկայացրեց սահմանապահ զորքերի ձևավորման ընթացքը, պատասխանեց որոշակի հարցերի, նաև սուր հարցերի, որ հնչեցին նաև մեր ընդդիմադիր գործընկերների կողմից, եւ ես կարծում եմ բաց հարցեր այս ոլորտում մենք չունեցանք, թվային նաև պաշտպանության նախարարության մասով էլի առանց թվերի Անցած ժամանակահատվածում դրական արդյունք պետք է համարել զինված ուժերում հանցավորության դեպքերի, այդ թվում սպանությունների էական նվազման միտումը, ինչը համակարգում իրականացվող բարոյահոգեբանական եւ կանխարգելիչ շարունակական աշխատանքների արդյունքը, այսպես ներկայացրեց պաշտպանության նախարարը եւ դա ճիշտ է։ Պարզապես թվերը, եթե դնում ենք նայում ենք, դա ոչ միայն պայմանավորված է, իհարկե հիմնականում պայմանավորված է, որ մենք սահմաններում ունենք խաղաղություն, բայց խաղաղության հետ մեկտեղ մենք ունեցել ենք էլի խաղաղ ժամանակահատված, որտեղ ունեցել ենք նաև չարթարացված ինքնասպանություններ, սպանություններ։ Հիմա ուժային միջամտությամբ այդ խնդիրը հետին պլան է գնացել, բայց դա չի նշանակում, որ խնդիրը լուծվել է։ Այստեղ ունենք լուծելիք շատ խնդիրներ, որը որ հաջորդիվ, եթե մենք կարողանում ենք իրականացնել, հատկապես այդ միջավայրը փոխելով, միջավայր նշանակում է ծառայության որակը, ընթացքը եւ այլն։ Դրա մեջ կարա ներառվի նաև ժամկետի կրճատումը, որը ներքին գործերի նախարարությունը այս տարի կներկայացնի եւ մանրամասն կքննարկենք եւ հանձնաժողովում եւ լիագումոնիստում դրա այս պահին ինչ հնարավորություն է տալի եւ ինչ խնդիրներ կարող առաջանան եւ դրանց լուծումները նախարարությունը եւ գլխավոր շտաբը ինչպես է տեսնում։ Շատ խոսվեց, որ պաշտպանության համակարգի ֆինանսական միջոցները նախանցած տարվա համեմատ պակասել է 15%-ով, կրճատվել է, մինչդեռ ինչպես բազմիցս նշվել է, Հայաստանի պաշտպանության եւ ֆինանսների նախարարությունների կողմից բյուջետային նախնական բազմաթիվ լսումների ու քննարկումների ընթացքում ներկայացված պարզաբանումներից հիշյալ Առաջին հայացքից թվացյալ կրճատումը պատճառաբանվում է նաև նախորդ ժամանակաշրջաններում պաշտպանության նախարարության կարիքների համար կատարված ծախսերի բյուջետային ծրագրավորման ծավալների առաջիկա տարիների պայմանագրային նախատեսումներով եւ դրանց հիմնական մասը նախորդող ժամանակաշրջանում կատարված լինելու ու դրանով պայմանավորված առաջիկա տարվա ընթացքում ծախսերը համամասնորեն պակասեցնելու հանգամանքով։ Իհարկե այս հարցը նաև քննարկվել է նաև փակ քննարկման ժամանակ նախարարը տվել է բացատրություն։ Անձամբ ինձ, քանի որ շատ լավ պատկերացնում էի, թե ինչ ծախսեր ենք իրականացրել անցյալ տարի եւ այդ ծախսերի որ մասը տեղափոխվել է այստեղ ինձ մոտ հարց չի առաջացել, բայց այն հարցերը, որոնք հնչեցվեցին նաեւ մեր գործընկերների կողմից, այնուամենայնիվ իմ տպավորությամբ ստացան սպառիչ պատասխաններ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արդյունաբերության կոմիտեի մասով։ Այստեղ կարող եմ ասել, որ մենք ունենք շոշափելի ձեռքբերում ծավալուն աշխատանքների կապակցությամբ, որովհետեւ Իմ խոսույթում հաճախ եմ ասել, որ մենք եթե նախկինում մի հատ մեղ չենք կարող արտադրենք, այսօր մեր արտադրական ռազմարդյունաբերության, կատարված աշխատանքները շոշափել են եւ բազմիցս առաջարկվել է եւ իրականություն է դարձել նաեւ ազգային ժողովի պատգամները, որպեսզի այցելություններ ունենան ռազմարդյունաբերական ոլորտի ձեռնարկություններ եւ տեսնեն, թե ինչից ինչ ենք ստացել։ Դա իրականություն է եւ նորից ես հաստատում եմ կառավարության առաջարկը, կարծեմ պաշտպանության նախարարի հիմա բացակայում է, որ Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահի եւ ԲՏԱ նախարարի նաեւ առաջարկը կազմակերպենք այցեր, չնայած այցեր եղել են եւ
Գեոկոսմոս այցի ժամանակ կարծեմ դա Գառնիկը Դանելյան մեր հետ էր եւ այնտեղ մենք խոսեցին ոչ միայն արդեն իրեն սպառած մեր համակարգի մասին, խոսեցինք նաեւ նոր ձեռքբերվելիք համակարգերի մասին, որը ելի ծախսեր է պահանջում, բայց դա կլինի ավելի արդիական տիեզերքի հետ կապված, պարոն Մանուկյան։ Ես ասեմ, որ պարոն Դանելյանը միշտ տիեզերքի հարցում ակտիվ է եղել, մեր կողքն է եղել։ Այո, շատ լավ։ Ուզում ասեմ, որ դա եղել է, դա էլ է իրականություն։ Այ կներեք։